Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Թագուհի Ղազարյանի հետ։ Ողջույն Տիկին Ղազարյան։ Ողջույն Ժիրայր։ Բնականաբար խոսելու ենք մի քանի առանցքային թեմաներից, ինչպես եւ վարչապետը խոստացել էր, հրապարակվեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաթեթները։ Նախ ընդհանուր, հա, ձեր գնահատական է այդ փաթեթներին, այդ տեղեկություններին, ինչ ինչ որ բան փոխվեց ձեզ մոտ, թե դուք շարունակում եք մեղադրել Հայաստանի նախկին ռեժիմներին։ Բնականաբար մեծ մասով, մեծ չափով ծանոթ էինք, թե ինչ պետքա լինի, իսկ մեծ մասամբ Հայաստանի Հանրության մոտ ոչ մի զարմանք չառաջացավ, որովհետև բազմաթիվ անգամներ խոսել եւ քննարկել ենք, իսկ հիմա այնտեղ ինչ որ բաներ այնուամենայնիվ Քիվեստի հետ կապված պակաս է եւ երևի թե իսկապես այդ բանը, այդ սառնարան տակից եւ կոնդիցիոների միջից չեն կարողացել գտնել, որովհետև իսկապես ես արտգործնախարարության գործընկերների հետ խոսել եմ, իսկապես դժվար է հավաքում տարբեր գործընկերների, տարբեր միջնորդների հետ կապված ինչ որ խոսակցություններ կային եւ միգուցե ինչ որ բաներ պակաս են եղել եւ սա պետքա հաշվի առնել ամբողջական պատկերը դիտարկելու համար եւ ինչ վերաբերում է արձագանքներին, շատ մանրամասն բոլոր փաստաթղթերին դեռ չեմ ծանոթացել, ընթացքում էի, հա, կարդալու, երբ որ սկսվեց մեր խոսակցությունը, ես վստահ եմ, որ հիմա փորձագիտական մանրամասն վերլուծություններ կլինեն եւ փոխարինություններ տարբեր կողմերից քաղաքական եւ այդ դրա միջոցով կբացահայտվի որոշակի ճշմարտություն ինձ համար որպես քաղաքացու առաջին հերթին շատ ցանկալի կլիներ, որ Հայաստանի 4 բանակցողները հավաքվեին միտեղ եւ իրենք խոսեին այս հարցերի վերաբերյալ, ինչպես որ վարչապետը առաջարկել է, թեև վստահ չեմ, թե այդ կամքը կգտնեն մնացած բանակցողները, որովհետև այնուամենայնիվ կան դետալներ, որոնց տիրապետում են այդ սենյակում գտնված մարդիկ, այդ խոսակցությունների մանրամասներին տիրապետող մարդիկ եւ կարծում եմ, որ Հայաստանի Հանրությունը իրավունք ունի բոլոր դետալներին ծանոթանալու, թեև պակաս չի, նաև այս հրապարակվածները ըստ երևույթին ոչ մի նոր անակնկալ բան չկար, եթե առանձին դրվագների մասին հարցեր կան, կարող եմ արձագանքել, բայց իհարկե այս մեր պատմության երրորդ հանրապետության պատմության այս էջերը նայելը շատ տենց հավաքական մի տեղում շատ տխրեցնող է եւ ես կարող եմ ասել, որ մի բանի մասին է խոսում, որ մենք հավաքական իմաստություն չենք ունեցել խնդիրը որևէ փուլում, որևէ կերպ կարգավորելու եւ այդ մեղադրանքները միմյանց նկատմամբ գուցե արդարացի են, բայց ոչ մի օգուտ չեն տալու։ Ինձ թվում է դուք շատ նայվ եք, կարծելով, որ բոլոր բանակցողները կհավաքվեն եւ կխոսեն այն մասին, թե ինչի մասին են բանակցել, ինչի շուրջ են առևտուր արել եւ այլն, որովհետեւ համենայն դեպս նախկին 3 նախագաները միշտ հայտարարում են իրենց բացարձակ ճշմարտացիության լինելու մեջ եւ արդեն իսկ մինչ դուք դեռ կարդում եք այդ փաստաթղթերը նախկին նախագաների շրջապատը արդեն իսկ հասցրել է կարդալ եւ ես մեջբերելու եմ արձագանքներ, օրինակ ձեր խորհրդարանական գործընկեր Հայկ Մամիջանյանը ասում է, որ զարմացած է, որ Փաշինյանի դուխը հերիքել է հրապարակել Սուտասանի անձնագիրը իր, այսինքն այդ փաստաթղթերով բռնում են Փաշինյանի սուտը։ Էդուարդ Շարմազանովը ասում է, հերթական անգամ պարզվեց, որ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, այլևս բանավիճելու բան չկա։ Նրանց հարող մամուլը հետևյալ վերնագրերով է հրապարակում նյութերը 2019 թվականի առաջարկով Արցախը մնալու էր հայկական, ինչը մերժել է իշխանությունը։ Արմեն Աշոտյանը ասում է, բանակցային փաստաթղթերի հրապարակումից հետո ՔՊԱ-ականների կռուտիտը հիշեցնում է «Տուպոյ հիշո տուպե» ֆիլմը։ Շարմազանովը շարունակում է, որ հերթական անգամ պարզվեց Սերժ Սարգսյանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանն է եղել, Արմեն Աշոտյանը Սերժ Սարգսյանին համարում է իսկական տղա, Լևոն Զուրաբյանը ՀԱԿ-ից արձագանքել է եւս, մասնավորապես նշելով, որ պահանջել են հրապարակել նաև 2019 թվականի կարգավորման առաջարկներին Հայաստանի պատասխանները եւ եթե դրանք հրապարակված չեն, ապա Փաշինյանը թաքցնում է Հայաստանի պաշտոնական պատասխանը, ինչը ել ավելի է ծանրացնում մեր մեղադրանքը։ Պաշտոնական պատասխան չի եղել, ինչն ավելի սարսափելի իրողություն է բացահայտում, որ Փաշինյանը ուղղակի անտեսել է Մինսկի խմբի առաջարկը, փաստորեն մերժելով բանակցությունները ու բացելով կործանարար պատերազմի դուռը։
Շնորհակալություն այս մեջբերումների համար, ես դրանց չէի հասցրել ծանոթանալ։ Ը, Քաղաքական արխիվի, որպեսզի չասեմ գերեզմանոցի, արխիվի աղաղակներն են։ Ես երբ որ լսում եմ ձեր ասածները, այդ ընթացքում մտածում եմ, որ այս բոլոր մարդիկ ինչքան ժամանակավրեպ են, եթե մտածում եմ, որ հիմա չգիտեմ, Լեռնային Ղարաբաղի հետ տեղի ունեցած ողբերգության աղետի ամբողջ մեղքը կբարթեն Նիկոլ Փաշինյանի վրա եւ իրենք ինչ կլինեն մաքրագործված դուրս կգան այդ պատմությունից։ Ես շիրայր անձամբ ես համարում եմ, որ մենք բոլորս, բոլոր քաղաքական թիմերը մինչև 2023 թվականը սխալ ենք եղել, 22 թվականը ներողություն եմ խնդրում։ Սխալ ենք եղել, որովհետև կարծել ենք, որ մեր խնդիրները մեր փոխարեն կարող են մեր դաշնակիցները լուծել կամ գոնե օգնել մեզ մեր խնդիրները լուծել, եւ դա եղել է մեր հավաքական, մեր պետության հավաքական քաղաքական սխալը եւ չի կարող այնպես պատահել, որ նախագահներից որևէ մեկը կամ նույնիսկ մենք մինչև 22 թվականը ճիշտ եղած լինեինք ու արդյունքը սա լիներ։ Հիշում եք, քանի որ հիմա շատ պոպուլյար է Աստվածաշունչ ցիտելը, ասում է, եթե ձեր մեջ գտնվեի գոնե մեկ արդար չի կործանվի, հա, Սոդոմ Գոմորը, հիմա մոտավորապես այս պատմությունն է, եթե գոնե ինչ որ մեկը մեզանից բավականաչափ իմաստություն, քաջություն ունենար գնալու լուծման եւ փոխելու ռազմավարական ուղղությունը կամ գոնե հասկանալու, որ միայնակ է լինելու ինքը այս պայքարում, գոնե հասկանալու, որպեսզի դրա հետ ինչ որ բան անի։ Հայաստանը ինչ որ պահի չէր դառնա ռեսուրս սպասարկելու այդ կոնֆլիկտը, որովհետև երբ որ բոլոր ռեսուրսները սպառվել են, մենք ենք դարձել այն ռեսուրսը, որով սպասարկվել է այս կոնֆլիկտը։ Ես դա ցավով եմ նշում եւ մենք դրա մասին ոնց որ Հայաստանի համար ամենաճակատագրական պահը այս կոնֆլիկտը եղել է 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի իրադարձությունները, եթե չեմ սխալվում, այնտեղ է եղել, չէ՞։ Ու այդ օրերին է վճռվել Հայաստանի ճակատագիրը եւ այդ օրերին է այդ կամային որոշումը կայացվել, որ մենք այլևս ինքներս մեր պետության ռեսուրսների տարածքի հաշվին չենք սպասարկելու կոնֆլիկտը, որը անլուծելի է։ Ինչ վերաբերում է 19 թվականի փաստաթղթին, երևի թե բազմից նշել ենք, որ դա եթե նկատել եք ուղղված է Հայաստանի Հանրապետության նախագահին, այն ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն էր, թեև խիստ կասկածում եմ, որ նա բանակցում էր, թերևս դա Սերժ Սարգսյանին ուղարկված փաթեթի վերաթարմացումն էր, որը երևի 16 թվականի փաթեթի թարմացված տարբերակն է եղել, եւ եթե նկատեցիք, դրան նախորդող փաստաթղթերում Սերժ Սարգսյան մի նամակ ուներ ուղված Վլադիմիր Պուտինին եւ Սերժ Սարգսյանը այնտեղ 7 պայման էր թվարկում, որ եթե այդ պայմաններից որևէ մեկը չիրականացվի, կոնֆլիկտը անհանգուցալուծելի կլինի եւ եթե 19 թվականի փաստաթղթ տեսակ, սա հանրապետականների ուշադրությունն եմ էլի հրավիրում սրա վրա, եթե իրանք բան կանեն, ոնց որ դեմագոգիայով չեն տառապի եւ ուշադրություն կդարձնեն, որ այդ 7 պայմաններից որևէ մեկը իմպլեմենտացված չէ փաստաթղթում, այսինքն ըստ Սերժ Սարգսյանի այդ հարցը չէր կարգավորվելու այդ փաստաթղթով, հետեւաբար Սերժ Սարգսյանի այդ քաջության մասին առասպելները կամ կներեք էլի ժիրայր, բանից պարզվում է հետին թվով պարզվում է Հայաստանի բոլոր ղեկավարները, բոլոր քաղաքական ուժերը հողանձնողներ են եղել եւ բան միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր առաջնորդով է բան եղել, արմատական հող պահող եղել։ Հիմա մեր մեղադրանքը դա է, չէ՞, ասում են 19 թվականի հողերը հանձնեիք, կոնֆլիկտը կլուծվեր։ Մինչդեռ օրինակ Սերժ Սարգսյան, որ պատրաստ էր 5 շրջաններ վերադարձնել, ինչ էր գրում նամակում, եթե ուշադրություն դարձրել եք, ասում է, եթե մենք հիմա այդ 5 շրջանները վերադարձնենք, պարզապես Ադրբեջանը ավելի կամրապնդվի իր պահանջների մոտ, ինքը կմոտենա Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի սահմաններին եւ ավելի արմատական դիրքերից կսկսի իր պահանջները ներկայացնել, որովհետեւ դա կառուցողական տրամադրված չէ, բերելով Կազանյան փաստաթղթի մեր ահռելի զիջումների եւ Ադրբեջանի ապակառուցողականության այդ փաստարկու, ասում է, եթե մենք հիմա թողնենք, որ ինքը մոտենա սահմաններին, ինքը տեղ կարմատավորվի եւ ավելի կմոտենա իր ռազմական ուժը Ղարաբաղին եւ դրանով խնդիրը չի կարգավորվի, հետեւաբար եկեք ուրիշ լուծում մտածենք, այսինքն այդ 5 շրջանը հանձնելու տարբերակը բոլոր ժամանակներում բոլոր նախագահների սեղանի դրված է եղել եւ եթե կհիշեք պատմությունից եւ երևի թե եթե միջև վերջ բանակցային փաստաթղթերը կարդանք դա կերևա այդ նույն պատճառով էր որ Լևոն Տեր-Պետրոսյան հրաժարականի ստիպեցին գնալ հա եթե այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը չգիտեմ ստիպեցին թե ինքը կամովին հեռացավ որովհետեւ չէր ուզում հող նվաճողից հող հանձնողի վերածվել եւ ուզում էր այդ բեռը
փողները Ռոբերտ Քոչարյանի վրա շատ դժվար կասեմ հիմա Լևոն Տեր-Պետրոսյանը, որը հիմա դարձել է արմատական դաշնակցական, ինչ տրամաբանությամբ է առաջնորդվել, բայց այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը կարար 98 թվական, չգիտեմ դուք քանի տարեկան եք եղել 1998 թվականին։ 7, 6, 7։ 6-7 տարեկանում այդ խնդրի, երբ որ դուք կլինեիք 6-7, ես կլինեի 7 տարեկան, այդ ժամանակ մենք այդ խնդիրը լուծված կլիներ եւ մենք մեր արդեն հասուն տարիքում այդ ժամանակ դեռևս չծնված երեխաները, որոնք ծնվելու են 2002, 2003, 2004 թվականին, իրանք չէին բախվի այն աղետին, որին մենք բախվեցինք։ Եթե այստեղ մեղադրող կողմ պետքա լինի, այդ մեր սերունդը պետքա լինի, իրանք սերնդին մեղադրի։ Ոչ թե այդ պապիները, որոնք կներեք էլի այս որ այս բառերով եմ ասում, որոնք ասենք իմ ծնվելուց առաջ այդ խնդիրը ստեղծել են, այդ խնդիրը չեն լուծել, թողել են իմ եւ ձեր ուսերին, մեր սերնդակիցների ուսերին, հիմա իրանց այդ բանի բարձունքից բալուծեիք, ասենք, պատտվում եմ, ասում եմ բալուծեիք, ինձ ասում եմ բալուծեիք խնդիրը։ Կներեք էլի Ես լուծում եմ այդ խնդիրը իմ ապագա սերունդների համար։ Եվ երբ որ օրինակ Արմեն Աշոտյանը ասում է, որ հիմիկվա եղած իրավիճակի համեմատ բոլոր տարբերակները երանի տալու տարբերակներ են եղել, ինքը շատ ճիշտ է ասում, բայց ինքը դրանից դասեր չի քաղել։ Ինքը դրանից դասեր չի քաղել, որովհետև մենք պետք է հիմա գնանք այնպիսի որոշումների եւ այնպիսի քաղաքական լուծումների, որպեսզի մեր երեխաները մեզնից կրտսեր քաղաքական սերնդի գործիչները չգան նստեն ասենք դե գիտեք այն ժամանակվա բանի համեմատ հիմիկվա ունեցած մեր իրավիճակի համեմատ թրիփը երանելի լուծում է եղել իսկ թրիփը երանելի լուծում է ճանապարհների ապաշրջափակումը երանելի լուծում է հիմա Ես ուզում եմ, որպեսզի քանի որ Սերժ Սարգսյանի նամակի մասին ենք խոսում, այո, այդ նամակը շատ բանի մասին է խոսում։ Հենց մեկը այն, որ այդ նամակը բացառապես ուղղված է եղել Ռուսաստանի Դաշնության նախագահին, որը ենթադրաբար վերաբերվել է այսպես կոչված Լավրովյան պլանին։ Այդ նամակը գրվել է 2016 թվականի օգոստոս ամսին։ Եվ այդ նամակում այո Սերժ Սարգսյանը տարակուսանք է հայտնում, որ հանձնելով այդ շրջանները Ադրբեջանը ավելի կկարծրացնի իր դիրքորոշումները, այսինքն հենց շատ ուղիղ կլինի սպառնալիքը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, խոսում է ռազմական բալանսի խախտված լինելու մասին, ակնարկում է, որ այդ բալանսի խախտված լինելու դեպքում ռազմական գործողությունների ժամանակ պարզ է թե դա ինչ ելք եւ արդյունք է ունենալու եւ փաստ է որ այդ բալանսի խախտման մեջ իր շատ մեծ ներդրումներ ունեցել Ռուսաստանը եւ այդ նամակը ճիշտ հասցեատեր է ունեցել նաեւ այսպես ասենք, հա եւ շատ կարեւոր է որ հիշենք դրանից կարճ ժամանակ հետո Սերժ Սարգսյանի հրապարակային ելույթը, որ բանակցությունները արդեն փակուղում են, հետեւաբար պատերազմը ավելի մոտ է։ Եվ հիշում ենք հեղափոխության հաջորդող օրերը, երբ Սերժ Սարգսյանը, նրա թիմակիցները, նրանց սատարող շրջանակները առավոտից երեկո գուժում էին, որ իշխանությունը եկել է հողերը հանձնելու համար։ Ես սա փաստում եմ նաև իմ օրինակով, այդ ժամանակ ես աշխատում էի հանրապետականների վերահսկողությամբ գտնվող Հայաստանի հանրային ռադիոյում եւ հենց այդ օրերին հեղափոխության պիկի ինձ կանչում են ղեկավարների սենյակ եւ առաջադրում են հարց. դու կամ մեզ հետ ես, կամ նրանց հետ, ովքեր գալով Ղարաբաղից բերելու են դագաղներ, ընտրիր կամ մեզ, կամ Ղարաբաղից դագաղները։ Իհարկե ես չէի հասկանում ինչի մասին է խոսքը, Բայց իրանք հասկանում էին եւ իրանք ավելի շատ բան գիտեին, քան մենք։ Մի քանի բան ձեր ասացի հետ կապված մտքովս անցավ։ Ես պատկերացնում եմ 98 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարականից հետո իր ամբողջ թիմակիցներին բանաներ, արշավեցներ Ռոբերտ Քոչարյանի վրա ու ասեր եկել են հողերը հանձնելու, այն դեպքում երբ որ կարծես թե պատվիրակվել էր փաթեթային լուծման, հա, այդ ղեկավարը ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի փուլային լուծման, այսինք բանը բարձա չէ, դու գիտես բանակցությունների որ կետում ես կանգ առել եւ գիտես ինչ հնարավորություններ են բացվում եւ այդ 2019-ի փաստաթուղթը ի դեպ որտեղ գրված է, չէ, 5 շրջանների վերադարձ։ Էդ է նշանակում այսպես կոչված հողերը հանձնել, որում հիմա մեզ մեղադրում են իբր չեն կարել, այն ժամանակ մեղադրում էին, որ արել ենք, ընդ որում ես հիշում եմ Սերժ Սարգսյանը ճեպազրույցներից մեկի ժամանակ դատարանի առջև ասում էր ես որ իմ թիմակիցները ասում էին եկել է հողերը հանձնելու
Հո նկատի չունեին, որ ամբողջ Լեռնային Ղարաբաղի մասին է խոսքը, նկատի ունեին, որ այդ գրավյալ 5 շրջանները բանակցությունների միջոցով կվերադարձնի։ Սա բառացի ասել է Սերժ Սարգսյան, ես ուղարկեմ այդ հատվածը ճեպազրույցի, կտեսնեք, ինքը պատմում է, որ ոչ թե նկատի ունեինք, որ մի ամբողջ պատերազմա լինելու եւ այլն, էլի այս իր բոլոր հետևանքներով, այլ նկատի ունեինք, որ բանակցություններին ընդառաջ կգնա։ Այդ մենք նկատի ունենք, այդ էր մեր մեղադրանքը։ Հետո դրանից հետո ուղիղ հակառակն են ասում են, բա պետք է Նիկոլ ժամանակ բան աներ, 19 թվականի լուծմանը գնար եւ այլն։ Այս իրանց մեղադրանքներին ես չեմ ուզում անդրադառնալ, որովհետեւ դրանք անտրամաբանական են, ապակառուցողական, հակապետական եւ ընդհանրապես ուղղված չեն ոչ պատմության, ոչ Հայաստանի Հանրապետության շահերին։ Դրանք ուղղված են տեսնեղ կլանային ինչ որ շահեր սպասարկելուն։ Ինձ դա առանձնապես հետաքրքիր չի։ Այս երեք էր կարծեմ Արմեն Աշոտյան մի հարցազրույց էր տվել, ասում է Եվրոպական միությունը ասում է բանի Ուկրաինայի կողքին է կանգնած իր ամբողջ ռեսուրսներով եւ պահանջում է արդար խաղաղություն ու ասում է որ չի կարող տարածքային ամբողջականությունը խաթարվել խաղաղության ոնց որ ընդառաջ գնալու պատճառով եւ մունաթ է գալիս այդ նույն Եվրոպական միության վրա որ մեր նկատմամբ այդպեսին չի եղել այն Արմեն Աշոտյանը եւ ընդհանրապես այդ հավաքական նախկինները, որտեվ ինքը սիմվոլիզացնում է էլի շատ խտացված նախկին է ինքը մտածողության ձևով եմ ասում, չեն նկատում, որ տարածքային ամբողջականության հարցը Ադրբեջանի դեպքում Լեռնային Ղարաբաղի դեպքում դեպի Ադրբեջանի օգտին լուծվելիք հարցեր եւ այն պահին, երբ որ Ադրբեջանը ներխուժեց ջերմուկի դիրքեր, այդ պահին Արևմուտքը, Եվրոպան, որին ինքը մեղադրում է, եկավ կանգնեց Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության կողքը, Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը եկան կանգնեցին Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության կողքը, Եվրոպական միության դիտորդները եկան կանգնեցին, դուք հիշում եք ինչ ճգնաժամային վիճակում եւ ինչ արագ այդպիսի որոշման արագություն Եվրամիությունը իր ամբողջ պատմության ընթացքում չի ունեցել։ Եկան կանգնեցին Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության կողքը, ու փոխանակ շնորհակալ լինենք այն մարդկանց, ովքեր նման պարտավորություն չունեն։ Գիտեք, ոչ մեկ չի բանարը, երբե որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը կարծես ուրիշն էր եւ ուրիշ պետքա Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության կողքին կանգնել, որ մինչեւ հիմա չի հասկացել Հայաստանի Հանրապետության սահմանները որտեղ է սկսվում եւ որտեղ են վերջանում։ Ասում եմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը մեզ համար կարմիր գիծ է, ուղղակի մենք չգիտենք թե այդ կարմիր գիծը որտեղով է անցնում։ Էս ա եղել մեր ռազմավարական դաշնակցի դիրքորոշումը։ Եվ իրական խնդիրը այստեղ է, որ մեզ որպես ռեսուրս սկսել են այդ կոնֆլիկտի սպասարկման վառարանը լցնել։ Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ սկսած առաջին նախագահից վերջացրած երրորդ նախագահով իրենք պետք է կանգնեն ռազմական տրիբունալի առաջ, ոչ թե այսօր թրև գան Հայաստանի Հանրապետությունում, նաև ձեր շնորհիվ դառնան քաղաքական գործոն եւ շարունակեն այն մեր ամբողջ կյանքը, որ իրենք թունավորել եւ փչացրել են, մեր կյանքը, որը վատնվել է եւ հիմա կարծես ուզում ենք նոր հունի մեջ, դրա համար որևէ պատասխանատվություն չկրեն, հա, տանել Սերժ Սարգսյանին դատարանի առաջ կանգնացնել ինչ որ դիզելի ծիծաղելի գործերով կամ ինչ որ կաշառքի ծիծաղելի գործելով, եւ որ այդ մարդը կոնկրետ պետության դեմ ուղղված հանցագործություններ է իրականացրել, որովհետեւ մեկին դա այս պարագայում չի հետաքրքրում։ Այստեղ նաեւ դուք ունեք ձեր մեծ մեղավորությունը, որովհետեւ դուք էլ չեք իրականացրել ձեր իսկ հռչակած եւ սահմանած այն նպատակները, որի համար այս երկրի քաղաքացիների կեսից ավելին ձեր ետևից գնացել է եւ ձեզ տարել նստացրել է այնտեղ, որտեղ դուք հիմա նստած եք, հա։ Եվ շատ հեշտ է ասել, դե ես падգամավոր եմ, ես չեմ կարող խառնվել այս անել, դուք падգամավոր եք, կարող եք բերել լյուստրացիայի օրենք, չէ՞։ Ինչու չեք բերում։ Որտեվ չունեք դրա քաղաքական որոշում։ Ժիրայր, ես իհարկե շատ երկար այդ տեխնիկական մանրամասների շուրջ կխոսեի, որովհետև ես ինքս տեսել եմ, ես այդ բյուրոկրատիան տեսել եմ, ես գիտեմ ինչպես է լինում, որ օրենքը բերում ես եւ այդ օրենքը չի աշխատում։ Օրենք բերելու համար պետքա բավական չափ գործիք կազմ ունենալ։ Հիմա բերել ենք 1000 հատ կներեք, էլի այդ ընդհանրապես օրենքի եւ օրինականության նկատմամբ վստահությունն է խաթարում, երբ որ դու անիրագործելի օրենքներ ես ընդունում։ Բայց ես թողնում եմ մի կողմ, ուզում եմ ձեր խոսքի սկզբին վերադառնալ։ Ինձ թվում է դուք չափազանցնում եք, դուք ծայրահեղության մեջ եք, երբ որ ասում եք, որ առաջին եւ երրորդ նախագահների դեպքում մանավանդ որ նրանք քաղաքական գործոն են։
Տենց բան չկա հասկանում եք, առաջին նախագահի քաղաքական թիմը արդեն չգիտեմ, այն պահից ի վեր ինչ կորցրել է Նիկոլ Փաշինյանին որպես թիմակից, երբեք չի կարողացել քաղաքական գործոն լինել, իսկ երրորդ նախագահի թիմը հիմա բանով, քվոտայով է ազգային ժողովում հայտնվել եւ կարծում եմ, որ մոտ ապագայում նրան այլևս այդպիսի հեռանկար չի սպասում։ Իհարկե, երկրորդ նախագահը Դաշնակցության հետ միասին ունի որոշակի քաղաքական բազա, քաղաքական ռեսուրս, բայց այն երկուսի դեպքում իհարկե ոչ Պարզա, որ ինքը արդեն ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ էլ նույնիսկ գուցե երրորդն է Հայաստան Հանրապետությունում իր վարկանիշով, այլ չորրորդը եւ հաջորդները, բայց դա միակ, ասենք, անհանգստացնող բան կարող լիներ այս պատմության մեջ։ Քաղաքական գործոն չեն այդ մարդիկ։ Այդ մարդիկ քաղաքական արխիվի պապկաներում են մնացել, էլի այդ թղթապանակներում փակված են։ Ներողություն, եթե իրենք Իսկ գործոն ինչ վերաբերում է արդարադատության եւ իրավաբանության, սրա շուրջ չեմ պատրաստվում բանավիճել ձեզ հետ, բայց որ ասում եք քաղաքական գործոն չէ, էլի քաղաքական գործոն դառնում են միայն այն պահին, երբ որ դուք ինձ Զուրաբյան եք մեջբերում հարց տալուց, ուրիշ ոչ մի պահի իրոք քաղաքական գործոն գործոն իրենք չէ։ դառնում են այն պահին, երբ որ դուք ընտրությունից ընտրություն, այս լավագույն դեպքում եմ ասում, գնում եք եւ ձեզ հիմնական օպոնենտ իրենց է հռչակում։ Ձեր ամբողջ խոսույթը ուղղված է լինում բացառապես իրենց, սկսած վարչապետ Փաշինյանից վերջացրած ձեզանով։ Ուրիշ ոչ Մեր մի խոսքը դուք կռիվ իրենց եք տալ։ ուղված լինելը պայմանավորված է նրանով, որ իրանք այս պահին ազգային ժողովում են եւ հիմնական ընդդիմություն է։ Ահա, Կփոխվի ազգային եւ դա ժողովի կազմը, հենց կփոխվի, ձեզ կփոխվի ազգային ամենամեծ ժողովի կազմը, ես վստահ սխալների եմ, լավագույն ցուցիչն է, որ իրենք կփոխվի դարձել են ձեր ազգային հարգելի ժողովը։ գործընկերները, պատկերացնում եք, Նրանք ժամանակին մեր նույն բոլոր ցուցիչները գործընկերները հարգելի են, ժիրը։ լավ, դե մերժելուց են մերժեք, ասեք հարգելի Հարգելի Սերժ մեր հարգելի Սերժ մերժենք ձեզ, Սարգսյանին։ հարգելից։ Լավ, ինչև է, ես Գիտեք, ես միայն խնդրում եմ ուշադրություն դարձնել նրա վրա, որ երբ որ մենք մեր գործընկերներին ազգային ժողովում դնում ենք հարգելի գործընկերներ, դրանք այն մարդիկ են, որոնց ընտրել են Հայաստանի Հանրապետության այո, քաղաքացիները։ Ես չեմ կարող նրանց քվեի նկատմամբ անհարգալից լինել։ Այդ մարդկանց նկատմամբ կարող եմ, այդ ժողովրդի նկատմամբ չեմ կարող։ Ինձ այո, տենց ակնկալիք մի ձևակերպեք։ հրաշալի բացատրություն է, վարպետացել եք այդ բացատրությունների մեջ դուք 7 տարվա ընթացքում։ Խոսք, ես մի բան ասեմ, մեր դիտողներին խորհուրդ եմ տալիս, եթե չեն կարդացել հրապարակված փաստաթղթերը, անպայման կարդան, որ เป զի լսելով այս եւ այլ կարծիքներ դուք կարողանաք նաեւ ձեր սեփական, այսպես ասենք, վերլուծությանը հանգել, թե ինչ է ի վերջո տեղի ունեցել։ Ես ճիշտ ասած աչքի տակով անցնելով այդ ամեն ինչը, այո, թեև շատ բան մենք գիտեինք, բայց շատ բան արդեն երբ որ տեսնում ես դրանք փաստարկված եւ այլն, ես չգիտեմ, ինչ որ տարօրինակ զգացողություն ունեցա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, զգացողություն նեղվածության, չգիտեմ, վիրավորվածության, անարժանապատվության, սենց մի պահ հետահայաց գցեցի իմ կյանքին, փորձեցի հասկանալ նախորդ տասնամյակներում ես ինչպես եմ դրսևորել ինձ, լինելով այդ պրոպագանդայի կրողներից մեկը, որը դարձել ձևավորել մեզանում որոշակի մտածողություն եւ շատ ցավեցի նաեւ ինքս ինձ համար, հա, այս մեկ հետո չգիտեմ, շատ ցավացի հիշելով 44-օրյա պատերազմը, Հայաստանի դեմ արդեն հարձակումը, շատ հակասական զգացողություններ ունեցա իմ մեջ, անգամ իմ մեջ մի պահ հարց բարձրացավ այսօր, թե արդյոք ես որպես մարդ, հա, ճիշտ եմ արել ինքս իմ անձի նկատմամբ, վտանգելով ինքս ինձ լինելով այդ վայրերում, հա։ Մի խոսքով, ես չեմ ուզում շատ հիմա էմոցիաների մեջ գնանք, բայց այստեղ էմոցիոնալ բաղադրիչ է եւս կա, որովհետեւ մենք դες ողբերգության միջով ենք անցել, որ առանց էմոցիա հնարավոր չի, բայց այնուամենայնիվ ես ուզում եմ, որպեսզի մենք նաև փոքր-ինչ, այսպես, ապագային նայենք, ես շատ հաճախ ինձ, այսպես ասած, արգելափակում եմ անցյալի մասին հիշողությունները, հա, նույն օրինակ պատերազմի եւ այլն դրվագներ կա, որոնք ես իմ ուղեղից արդեն ջնջել եմ եւ իրենց դժվարությամբ կհիշեմ։ Ես նաև խոսենք մի քիչ ապագայի մասին, ինչ իմաստով, որ այս հրապարակված փաստաթղթերը տեղի ունեցան Հայաստանի ու Եվրամիության միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթերի ստորագրմանը գրեթե զուգահեռ եւ այն մեծ ոգևորությունը եւ այլն, որ տեղի ունեցավ եւ կար, որոշակիորեն էմոցիաները խառնվեցին իրար, հա, այս հրապարակումից հետո նաև խոսենք այդ ստորագրված փաստաթղթերի մասին եւ հասկանանք ի վերջո ինչ է տեղի ունենում, հա, Հայաստանը
ուր է գնում Հայաստանը, ինչպես է ապահովագրվում Հայաստանը, ինչպես է դիվերսիֆիկացվում, այսինքն նաև ձեզանից որպես իշխանության կրող, օրինակ ես որպես քաղաքացի եւ մնացածը ենթադրում եմ ակնկալում են թափանցիկություն եւ անկեղծություն, որովհետեւ որպեսզի չանցնի եւս մեկ տասնամյակ եւ մենք հասկանանք, որ նաև մեր կյանքի եւս մի 10 տարի մենք անորոշության մեջ ենք ապրել։ Շատ լավ Ժիրայր, ես քանի որ չեմ կարող շատ ոնց որ թե ժամանակի թե դետալների առումով շատ մանրամասն խոսել, ընդհանուր գծերով եմ խոսելու, ես նաև խորհուրդ կտամ, եթե ժամանակ գտնեք անպայման իմ ու պարոն Եղոյանի զրույցը նայեք Եվրամիության եւ Ես նաև Եվրաինտեգրման, Եվրամիության անդամակցության ճանապարհի մասին, որովհետեւ ես չէի ուզի որ մենք ունենանք կուրճացված ակնկալիքներ, որ ահա վաղը թռչում ենք, ցատկում ենք Եվրամիություն եւ դրա չլինելու բերումով ֆրուստրացիա ապրի հասարակությունը, մենք քայլում ենք եվրոպական ստանդարտներով երկիր դառնալու ճանապարհի ուղղությամբ եւ այդ ուղղությամբ մեզ օգնում է այդ ուղղությամբ շարժվելու ճանապարհին մեզ օգնում է Եվրամիությունը իր բոլոր ինստիտուտներով եւ երկրների մեծամասնության այդ ջատագովությամբ, ինչի համար մենք շնորհակալ ենք մեր գործընկերներին, սա հենց այն բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականության մաս է, որի մասին մենք խոսում ենք, իհարկե հասկանալի է, որ առանց տարածաշրջանի հետ հարևանների հետ որակյալ հարաբերություններ, քիչ թե շատ որակյալ հարաբերությունների այդ ճանապարհը գրեթե անհնար է եւ ինչքան էլ փաստաթղթերի, ինստիտուտների, ստանդարտների, տնտեսության առումով մենք մոտարկենք մեր չափանիշները Եվրամիության չափանիշներին, մեզ անպայման պետք են լինելու բաց սահմաններ, հատկապես մեր արևմտյան սահմանը Թուրքիայի հետ հույս ունենք, որ այդ ուղղությամբ նույնպես տեղաշարժեր կլինեն եւ հույս ունենք, որ մեր միջազգային գործընկերները մեզ այդ հարցում նույնպես կօգնեն, որովհետեւ բացելով Թուրքիայի հետ սահմանը մենք անմիջապես Եվրամիության մաքսային գոտում սահմանակից կդառնանք եւ այդտեղ ավելի գործնական ու լուրջ կդառնան խոսակցությունները, թե արդեն Եվրամիության հետ համագործակցության, թե մի տնտեսական խմբից մեկ այլ տնտեսական խումբ անցնելու նկատի ունեմ հենց եվրաինտեգրման ճանապարհի Եվրամիության անդամակցության ճանապարհի մեծ ցած կլինի։ Իհարկե նաև երևի եթե լսել եք, գիտեք, որ Եվրամիությունը սիրում է տարածաշրջաններով աշխատել, այսինքն ինքը այսպես ասած ոնց ասեմ, մաքսային ԵԱՏՄ-ի նման կլեչատնի չի աշխատում, էլի շախմատաձև չի աշխատում, որովհետև ինչ էր անում բանը ԵԱՏՄ-ն ինքը համաձայն էր, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև, որոնք երկուսն էլ ԵԱՏՄ անդամներ էին, լիներ մի Եվրամիության անդամ Վրաստան եւ այդ փոքրիկ ճանապարհը անցներ մի քանի մաքսային գոտով, որովհետև իրական ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական մոդել էր, քաղաքական խումբ էր, հա, երկրների դա եւ այդպես որ աշխարհի որ ծայրում կհամաձայներ լինել երկիր այդ բլոկում համաձայնեցնում էին, մինչդեռ Եվրամիությունը ավելի ինստիտուցիոնալ կառույց է, ավելի համակարգված է եւ սիրում է մեծ բլոկերով աշխատել եւ այդ ճանապարհին իհարկե մենք շատ կուզենանք, որ մեր հարևանները նույնպես մոտենան իրենց ժողովրդավարության, մարդու իրավունքների, տնտեսական ստանդարտների, չափանի ինստիտուտների աշխատանքների հարցում Եվրամիությանը եւ մենք, այսպես ասած, բոլորով այդ ճանապարհով քայլենք, բայց իհարկե մեր բարդ տարածաշրջան է բաժին ընկել եւ այդ հարցում պետքա նաեւ ընդունենք գիտություն, որ այդ տարածաշրջանային դինամիկաները մեր վրա ազդելու են այսպես թե այնպես, բայց մյուս կողմից այս նոր գործընկերության համաձայնագրի ես ամբողջ փաստաթղթին ծանոթ չեմ, մենք քննարկել ենք դա արտգործնախարարության եւ Եվրաինտեգրման հանձնաժողովի հետ, հնարավորինս դետալացված գիտենք ինչ բարեփոխումներ են ակնկալվում մեզանից եւ ուզում եմ ասել, որ քաղաքացիական պայմանագրում կա կամք գնալու առնվազն օրենսդրական փոփոխությունների այդ բազան ամբողջությամբ անելու, իրականացնելու, ես կարող եմ ասել, որ մենք քայլ առ քայլ ենք մոտեցել, նաև նույնիսկ քաղաքական կամքի առումով, որովհետև կան որոշակի այսպես գրգռող օրակարգեր միգուցե, որոնց վերաբերյալ մի քանի տարի առաջ ավելի զգայուն էին մեր հանրության մեջ մարդիկ, բայց այս պահին ինձ թվում է բոլորը հասկացել են ինչա կատարվում, հա, բոլորը հասկացել են ինչա կատարվում, ինչպես են գործիքայնացվում ազգային արժեքները, ինչպես են գործիքայնացվում ազգային հույզերը առաջադիմության դեմն առնելու համար, ազգային ինստիտուտները ինչպես են
գործիքայնացվում ի հակադրություն առաջադիմության, ես ուզում եմ ասել, որ առաջադիմությունը նույնպես հայ ժողովրդի քաղաքական ինքնության, ազգային ինքնության մասն է, եւ մենք միշտ աչքի ենք ընկել բոլոր դարաշրջաններում մեր առաջադիմական ձգտումներով եւ այս պահին նույնպես մենք շարժվել ենք այդ ճանապարհով, մենք ունենք արդեն բարեփոխումների փաթեթը բանակցված, մենք ունենք արդեն իդեպ վիզաների ազատականացման այդ բոլոր հանձնարարականների փաթեթը, որը մեր ներքին գործերի նախարարության գործընկերները խոստացել են, որ հնարավորինս արագ կիրականացնեն եւ մենք պատրաստվում ենք առնվազն հնարավոր է որ մինչև 26 թվականի ընտրությունները չհասնենք, բայց 26 թվականի ընտրություններից հետո որտեղ մենք հաստատ մեծամասնություն ենք լինելու եւ հաստատ ազգային ժողովում ունենալու ենք արևմտյան արժեքները ջատագովող, միգուցե դրանց չանվանեմ արևմտյան, այլ ժողովրդավարական մարդու իրավունքները ջատագովող գործընկերներ այս օրակարգերում մեզ աջակցելու են։ Ես դրամ 100% վստահ եմ, որովհետև հայ ժողովրդի մեծամասնությունը մարդու իրավունքների եւ ժողովրդավարության խաղաղության կողքին կանգնած, խաղաղության, ինքնիշխանության եւ ժողովրդավարության կողքին կանգնած է եւ այդպիսի ուժերին է ընտրելու, անկախ նրանից մենք քանի տոկոս կլինենք։ Ես վստահ եմ, որ խորհրդարանը իր ընդհանուր պատկերի մեջ շատ մեծ մեծամասնությամբ լինելու է խաղաղության, ժողովրդավարության եւ ինքնիշխանության խորհրդարան, եւ միայն փոքր մասով է լինելու, հա, այդ հակաժողովրդավար, հակաինքնիշխան եւ հակախաղաղություն ուժերից կազմված, եւ մենք կարողանանք այդ բարեփոխումները անել, մենք համարյա ամբողջությամբ պատրաստ ենք այդ ռեֆորմներին եւ ես վստահ եմ, որ շատ ավելի արագ քան կանխատեսվում էր առնվազն վիզաների ազատականացման բոլոր ստանդարտներին կհամապատասխանեցնենք մեր երկիրը եւ դա կլինի մի մեծ հանգրվան դեպի Եվրամիության ճանապարհին իհարկե տնտեսական ուղղությամբ նույնպես աշխատում ենք ավելի մանրամասն երևի դետալացված տնտեսական ոլորտի մասնագետների հետ կարժի խոսել, բայց քաղաքական կամքի արկայության եւ համագործակցության ինտենսիվության մասին ես ուզում եմ վստահեցնել էլի որ այդտեղ բան չկա, խնդիր չկա, մի բան եմ ուզում ասել, ուրեմն դե մեր ռադիկալ ընդդիմադիր գործընկերներ շատ են մեղադրում Եվրամիությանը, Արևմուտքին, Միացյալ Նահանգներին, որ չեն նկատում մեր հակաժողովրդավարական լինելը։ Եվ երեք էլի մի հանրապետական գործիչ ասում էր, ես զարմանում եմ, ասում արդեն Եվրամիությունը բանաձևեր է ընդունում, որտեղ Զելենսկու հակաժողովրդավար արարքներն է գրանցում բանում Ուկրաինայում, կոռուպցիոն գործարքներն է գրանցում, ինչ որ բան քաղաքական հետապնդումների դրվագներ է գրանցում բանաձևում, իսկ Հայաստանին է չի նկատում։ Ես նենց կուզենայի այդ պահին այդտեղ լինել եւ այդ մարդուն հարցնել, իսկ քո կարծիքով ինչի չի նկատում։ Իսկ միգուցե որովհետեւ չկան դրանք։ Այսինքն եթե Պարզ է, չէ՞, ինչի մասին է խոսքը։ Եթե այդ խնդիրները լինեն, այդ խնդիրների մասին անպայման կկոմունիկացվենք մենք եւ կլուծենք։ Իդեպ ուզում եմ ասեմ ժիրայր, այս մասին էլի ասեմ։ Օրինակ այսօր էթիկայի կանոնագիրքը, որ արդեն հրապարակվեց, մենք դրա վրա մոտավորապես կես տարի աշխատում ենք եւ սա նաեւ ռեկոմենդացիաներից մեկն է, որ կուսակցությունները ունենան էթիկայի կանոնագրքեր եւ այդ կանոնագրքերով մեծ եվրոպական կուսակցությունների ընտանիքներին միանան եւ բազմաթիվ այլ ռեկոմենդացիաներ, որոնք թե պետդեպի զեկույցներում, թե Freedom House-ի զեկույցներում, թե մնացած մարդու իրավունքների ժողովրդավարության հետ կապված մարմինների զեկույցներում, որ լինում են, Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի գլխավորությամբ գրասենյակում կա աշխատանքային խումբ, որում ներգրաված է նաև ազգային ժողովը, ես այնտեղ ներկայացված եմ ազգային ժողովի անց, մենք այդ բոլոր ռեկոմենդացիաների ուղղությամբ գնում ենք, այո, լինում են խնդիրներ, ասում են, ես ինչ դրվագում խնդրահարույց բան է եղել, մենք գնում ենք այդ խնդրահարույց դրվագի հետևից եւ փորձում ենք ուղղել։ Այդ է, որ Հայաստանին պահում է նաև որպես վստահելի գործընկեր արևմուտքի համար։ Դուք այնպես վստահ ասեցիք 2026-ին, որ դուք լինելու եք ազգային ժողովում մեծամասնություն, կարծես դրանով կանխեցիք իմ հաջորդ հարցը, որը սկսվելու էր այսպես, չեք ուզում գնաք հանգստի։ Ես մտածում եմ այդ մասին, անձնապես այս պահին բավականաչափ էներգիա ունեմ շարունակելու, այս պահին տենց եմ զգում, էներգիա ունեմ շարունակել քաղաք։ Ձեր քաղաքական թիմի մասին էր խոսքը։ Չէ, մեր քաղաքական թիմը նույնիսկ եթե այնտեղ անհատներ կլինեն, որոնք կգնան կուզենան առանձին գնալ հանգստանալու այդ հարցում մենք ընդհանրապես երբեք խնդիր չենք ունեցել, բայց քաղաքական թիմը մնալու է քաղաքական ասպարեզում եւ ես վստահ եմ, որ քաղաքացիական պայմանագիրը հետո կդառնա անդիմություն, հետո նորից կդառնա իշխանություն, բայց ինքը այնպիսի ինստիտուտներ կառուցելով է գնում, որ երկար ժամանակ կլինի քաղաքական ասպարեզում եւ վստահ եմ, որ այս պահին մենք այդ հիմքերը դնում ենք էլի մեր կուսակցությունը, նաև այդպիսի ինստիտուտներով, ինչպես օրինակ էթիկայի կանոնադրությունն է։ Նույն վստահությամբ կտրիչ Ներսիսյանը չի պատրաստվում գնալ հանգստի։
Ինձ թվում է ինքը պետքա կոչվեր հանգստի, ոչ թե գնար, եթե ճիշտ եմ հիշում այդ նախադասությունը։ Դե ինչ ասեմ, Ժիրեն, ինչ ասեմ։ Չի ուզում թո չգնա։ Բա հետո։ Ախր ակնհայտ է, չէ՞, ինչա տեղի ունեմ։ Հիմա ես ու դու բան արեցինք, ստեղ ասեցինք, դե ուզում ա գնա կամ չի ուզում գնա, դրանից ինչ ա լինելու։ Եթե կա ինչ որ բան հայտարարություն կամ դիրքորոշում մեկնաբանելու սիրով, բայց ոնց որ չի ուզում, ինչ ասեմ, ես է շատ բան չեմ ուզում։ Դե եպիսկոպոսատ ժողով է հրավիրել եւ Որում կա։ կարող է այդ մնացած եպիսկոպոսները, որ հանդիպել էին վարչապետի հետ, կարգալույծ անել նրանց օրինակ։ Կարա Հայաստանի Ծառայելական Սուրբ Եկեղեցին կարգալույծ անի, այդպես ընդհանուր առմամբ ինքը մնա միայն։ Ինչ ասեմ, բոլորին կարգալույծ անելով գնում ա, թող գնա, ինչ, ես ինչ անեմ այդտեղ, ես ինչ դեր ունեմ այդտեղ։ Չէ, ուզում եմ հասկանամ որն է ձեր պլանը, ստրատեգիա։ Ինչ վերաբերում է, ախր դուք նենց եք ասում, որ մեկ կասի սա քաղաքական օրակարգ է։ Սա այո, վարչապետի անձնական օրակարգն է, բայց քաղաքական օրակարգի մաս դառնում է այն ժամանակ, երբ որ իրենք մխրճում են քաղաքականության մեջ ընդհանուր առմամբ իրենց ներսի համակարգերի հարցն է։ Հիմա կարգալույծ կանեն, ես ինչ անեմ, գնամ ինչ ասեմ այդ եկեղեցի, այդ հոգևորականներին։ Մի քիչ կտխրեմ Սիոն Սրբազանի համար, բայց ընդհանուր առմամբ ինչ ուզում են թող անեն։ Չէ, ես Կտրիշ Ներսյանի մասին եմ խոսում դե հիմա, ըստ պլանը որն է, ինչ պլան ունեք հետո։ Հետո պատրաստում ենք ամեն կիրակի գնալ, ну ես գուցե ոչ այդքան ինտենսիվ, բայց վարչապետը պատրաստում է ամեն կիրակի գնալ պատարագի եւ իդեպ ուզում եմ այս կապակցությամբ ողջունել Նարեկ Կարապետյանի դիրքորոշումը, որ եկել էր այն պատարագին, որտեղ վարչապետներ եւ իրեն շատ պարկեշտ պահեցի տարբերություն որոշ մարդկանց եւ չխոչընդոտեց, չխաթարեց պատարագը, խելոք, այսինքն խելոք նկատի ունեմ հանգիստ, խաղաղ լսեց սկզբից մինչև վերջ պատարագը այնպես, ինչպես հոգևորականները դա որոշել էին անել, առանց խոչընդոտելու եւ ուղղելու, առանց միջամտելու, առանց հիստերիաներ սարքելու եւ խորհուրդ կտայի մնացած բոլոր քաղաքացիներին էլ հետեւել Նարեկ Կարապետյանի օրինակին եւ գնալ, եթե իրենք Հայաստանի առաքելական կամ հայ առաքելական եկեղեցու հետևորդ են, գնալ պատարագների անկախ նրանից այնտեղ վարչապետը կլինի թե չէ եւ չբորբոքվել այն բանից, թե ինչպես են քահանաները կազմակերպում պատարագները, դա հրաշալի օրինակելի վարք էր։ Դե բորբոքվողներից առնվազն մեկը օրինակ հաշտ չէր, որ Կտրիշ Ներսյանի անունը զեղչվում է։ Դե օրինակ Նարեկ Կարապետյանն էլ հաշտ էր, էդ էի ուզում ասեի, բայց ոնց որ ես շատ ներդաշնակ եմ բանի հետ էլի, թե ինչպես են քահանաները կազմակերպում իրենց պատարագները։ Զեղչում են, չեն զեղչում, նույնիսկ էդ էլի, որ եկեղեցում ուզում են թող զեղչեմ, այսինքն չեմ ուզում միջամտեմ իրենց բանին։ Ոնց որոշել են քահանաները, նենց էլ թող անեն։ Ես բա այս հարցում ավելի շատ Նարեկ Կարապետյան դիրքորոշումն եմ կիսում, ոնց ուզում են թող նենց էլ անեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Զրուցակիցս Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Թագուհի Ղազարյանն էր, բաժանորդագրվեք ալիքին, իսկ օրվա զարգացումներին հետևեք Telegram-յան ալիքում, որի հղումը տեսանյութի մեկնաբանության բաժնում է։